շնորհակալություն, իսկապես շատ հետաքրքիր ինֆորմատիվ քննարկում է եւ կարծում եմ նման քննարկումները պետք է լուսաբանվեն նաեւ համեկով, որպեսզի մեր հանրությունը ավելի իրազեկվի։ Այսպիսի մի հարց է։ Ուրեմն պատկերացնենք ընտրությունները կայացել են եւ ընդդիմադիր ուժերին հաջողվել է հաղթել։ Ձևավորվել է կոալիցիա, ընտրվել է վարչապետ։ Ես ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, թե ինչ գործողությունների կգնա Ադրբեջանը կարճաժամկետ, այսպես ասած, օրինակ 6 ամսվա ընթացքում, եւ արդյոք կա ուժ, որ կարող է զսպել Ադրբեջանին։ Նախ ըստ էության, ինչպես ասում եմ, ոտքի վրա կանխատեսում անելը դժվար է, բայց ակնհայտ է, որ անկախ նրանից Հայաստանում ով կընտրվի, ով չի ընտրվի, այս ամբողջ ներկայացումը, որ մենք պատրաստել ենք, բոլոր զեկուցումները Ադրբեջանի վերաբերող հատվածով նրա մասին է, որ այդ քաղաքականությունը չի փոխվել։ Այսինքն, պարբերաբար լինելու է կոշտ ուժի եւ փախուլ ուժի համադրման փաստացի պատերազմ Հայաստանի դեմ, որովհետև դրա համար պարոն Տոնոյանը բերեց մի քանի կետեր, որևէ օբյեկտիվ պայման կամ հնարավորություն գոյություն չունի։ Ես վստահ եմ, այսօր նա կարող է պատերազմ սկսել, եթե միջազգային ասեմ, այսպես իրավիճակը թույլատրել։ Այսինքն դա բացառելը, պատրանքներով ապրելը կարծում եմ օգտագործի սխալ է։ Անկախ նրանից կրկնում Հայաստանում ինչպիսի ընթացք ունենան ընտրությունները, այս ծրագրերը չեն փոխվել, այս ծրագրերը վերված են այդ հավերժական թշնամի, անկեղծ ասած ես չեմ հանդիպել։ Հենց այլ եզրույթով եք իրարել, թե ոչ, բայց թշնամու, այսինքն մեր դեմ իրականացվում քաղաքականություն առաջ մտելու համար։ Եվ դա իր համար գոյութենական խնդիր է։ Այդ վարնապետական վարչախմբի գոյութենական խնդիրն է, պատկերացնում եք, եթե նա դադարեցնում այս քաղաքականությունը, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է, իր իշխանությունը, որի վրա հիմնված է։ Հետևաբար որևէ պատրանք չի կարող գոյություն ունենալ այս ամենի մասին։ Սա չի նշանակում, թե մենք գործում ենք գերդասոր անխոցելու թշնամու է։ Ոչ, ամենևին այդպես չէ։ Այս նույն բոլոր գաղափարները, եթե դուք դիտարկում եք, բոլորը անխտիր արհեստացում են։ Անխտիր բոլորը արհեստացում են։ Լավ, չես կարող դու խոսել այստեղ հայրենի կերտելու մասին յուրդերի պատկերներով։ Հայկական բարձրավանդակում յուրդերը շատ ուշ են հայտնվել։ Շատ ուշ, եւ թուրքալեզու մանրուքները ոնց են գործել այդ բարձրավանդակում։ Շնորհակալություն։ Ես ուղղակի կարճ մի հավելում կանեմ, պարոն Ամբարոսյան, ես ենթադրում եմ, որ իհարկե ադրբեջանական կողմից ոչինչ չի փոխվի, մանավանդ Հայաստանի զիջելու պարագայում արդեն իսկ չի փոխվում, այսինքն եւ իրենց կոշտ ռետորաբանությունը, եւ քայլերը, եւ կարծեմ մոտորերս Բաղարոսյանը նշեց, որ լինելու այսպես կոչված Ադրբեջանի Ադրբեջանի փառատոն Նախիջևանում հունիսին վրաններով եւ այլն, ես ենթադրում եմ, որ եթե Հայաստանում լինի փոփոխություն, միգուցե Հայաստանում լինի փոփոխություն, այսինքն դիմադրելու ինչ-որ ցանկություն, նշույլներ վերածվեն քաղաքականության։ Այս անվերջ զիջելու, նահանջելու, այս արատավոր ընթացքը, այս անիվը կանգ առնի։ Այնպես որ ես կարծում եմ, որ առաջին ակնկալիքը Հայաստանում փոփոխություններն են։